Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի քաղաքապետ Աղասի Հակոբյանը հերքում է վերջերս տարածված տեղեկությունները։ Ինքը ոչ ապտակել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ոչ էլ ընդհանրապես որևէ միջադեպ է եղել։ Ինչ-որ լրագրողների կողմից մի քանիսի կողմից շինծ ու պատրաստված նյութեր էր։ Ես ուզում եմ այդ թեման վերջնական փակվի, որտեղ նման դեպք չի եղել։ Քաղաքապետն ասում է, որ մարզպետի հետ հանդիպել են ոչ թե քաղաքապետարանում, այլ փողոցում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։ Սուրիկ Խաչատրյանը եկել էր Սիսիան, մենք հանդիպել ենք, մենք շրջագայել ենք այն հատվածում, որտեղ այսօր ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում, ժամանակ ընկերներ եղել ենք, իսկ հիմա որպես մենք իշխանավորներ իրավունք չունենք ակեպ հարաբերություն ձևավորել, քան զուտ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Վիճաբանության մասին լուրերը հերքում են նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների մարզպետի եւ քաղաքապետի միջև վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ Սիսիանի ավականու անդամ Սրփուհի Գրիգորյանը վարչապետին գրություն է ուղարկել, ուշադրություն հրավիրելով մարզի երկու քաղաքների՝ Սիսիանի եւ Գորիսի ֆինանսավորման անհամաչափության վրա։ Կառավարությունն այս տարի Սիսիանին 36 միլիոն դրամ է հատկացրել, մինչդեռ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդավայր Գորիսին 130 միլիոն դրամ։ Գորիսի վանքի տապ թաղամասի համար հատկացվել է 60 միլիոն դրամ։ Տարբերությունը տեսեք, ամբողջ Սիսիանին 16 եւ մի թաղամասին 60 միլիոն։ Մենք 4-րդ կարգի վթարային ֆիզկուլտուրնիկների շենք ունենք, որտեղ բնակվում են 50 ընտանիքներ։ Երեխաներ, ծերեր, սիսիանցիներ, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, շենքը ամրացման ենթակա չէ։ Անհապաղ պետք է տարհանենք այդ բնակիչներին։ Սա միթե ավելի հրատապ չէ, քան ինչ-որ մի քաղաքի փողոցների նորոգումը։ Գրիգորյանն ասում է, որ ինքն իր նամակը որևէ մեկի հետ չի համաձայնեցրել եւ մարզպետի կողմից էլ որևէ ահաբեկող կամ այլ բնույթի զանգ չի ստացել։ Սյունիքի մարզը դարձրել ենք ինչ-որ կռվի, ծեծ ու ջարդի արենա։ Այդպես չի։ Ես հո Ադրբեջանում կամ Թուրքիայում չեմ ապրում, որ վախենամ։ Ես ընդհանրապես դիմել եմ կառավարությանը, որպեսզի նայեն արդարություն հաստատեն։ Եթե դրա համար պետք է ինձ սպանեն, իհարկե դա չի լինի, ուրեմն թող սպանեն։ Սյունիքում տիրող վախի մթնոլորտի մասին լուրերը հորինված է համարում նաև քաղաքապետը։ Այդ ամեն ինչ մի ֆետիշացրեք եւ ինչ-որ մարդկանց հետ անուններ չխաղաք։ Սիսիանցի սյունեցում վախեցնել հնարավոր չի։ Արտակ Համբարձումյան, Հակոբ Մանուկյան, Civilnet։